Անկանխիկ եղանակով գնում անելու դեպքում 2% հետվճար կլինի։ Հունվարի 1-ից միայն առկա ազգային վճարային համակարգով քարտապանների համար, օրինակ 100,000 դրամ գնման դեպքում 2,000-ը հետ կվերադառնա։ Զարգերակի հետ զրույցում տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ստվերի դեմ պայքարը, կանխիկ գործարքների կրճատումը, նաև առկա համակարգը առավել մրցունակ եւ գրավիչ դարձնելը։ Անկանխիկ վճարումները ավելանում են։ Հիմա էլ փորձում են ընդլայնել համակարգը ֆինանսական շահագրգռվածություն ստեղծելով։ Թեև դեռ հայտնի չէ սա ինչ բեռ կդառնա բյուջեի վրա, տնտեսագետի կարծիքով ծրագիրը կունենա որոշակի սահմանափակումներ, քանի որ առկայից օգտվողների թիվը 3 միլիոն է, տարեկան կատարվում է 4 տրիլիոն դրամի գործարք։ Եթե ցանկանում ենք խթանել անկանխիկ շրջանառությունը, պետությունն էլ պետք է ստիպված լինի որոշակի ծախսեր անել, ասաց նա։ Աղաբեկյանը հատկապես կարևորեց, որ նախաձեռնությունը չի վերաբերելու խաղային ոլորտի գործարքներին։ Նա նաև հիմնավոր չհամարեց մտավախությունները, որ հետվճարը կնպաստի գնաճին։ Դեռ վաղ է ասել, ենթադրվում է, որ որոշակի պահանջարկի մեծացում է լինելու։